Էսի ագրեսիվ դիետայի երրորդ օրն է, որտեղ ես փորձում եմ մոտ 2.5 շաբաթում այս փորից ձերբազատվեմ, մինիմալ մկրային մասսա կորցնելով, ու այսօր խոսալու ենք նրա մասին, թե ոնց անել մարզումները, որպեսզի մեծ կալորիական դեֆիցիտում լինելով հնարավորինս քիչ մկրային մասսա կորցնենք։ Այս վիդեոն շատ մանրակրկիտ է լինելու, դրա համար save արեք, որպեսզի հետո նայեք։ Նախքան սկսելը կարևոր է մի հատ շատ կարևոր կոնցեպտ հասկանալ։ Մեր մկաններում մշտապես միևնույն ժամանակ համարտադրվում են նոր մկանային սպիտակուցներ, որոնք եւ դառնում են նոր մկանային հյուսվածք, այս process-ը կկոչենք MPS։ Ու նաեւ միևնույն ժամանակ եղած մկանային սպիտակուցները քայքայվում են։ Այս process-ը կկոչենք MPB։ Այս երկու process-ները մշտապես զուգահեռաբար տեղի են ունենում, ու այն թե մենք մկանային մասսա հավաքում ենք թե կորցնում ենք երկարաժամկետ կախված է այս երկուսի հարաբերակցությունից։ Եթե մեր MPS-ի մակարդակները ավելի բարձր են, քան մեր MPB-ի մակարդակները, ապա մեր մկանային մասսան շատանում է։ Իսկ հակառակ դեպքում մենք կորցնում ենք մկանային մասսա։ MPS-ի մակարդակները մոտ 36-ից 48 ժամ տևողությամբ բարձրանում են մարզումից հետո, ինչի շնորհիվ եւ մեր մկանները աճում են։ Այս մարզումից հետո մկանային աճի ստիմուլի պերիոդն է։ Երբ այս պերիոդը վերջանում է, եթե մենք նորից նույն մկանաթելը չենք մարզում ու նոր աճի ստիմուլ չենք հաղորդում, մեր մկանները սկսում են փոքրանալ, որովհետեւ MPS-ի մակարդակները իջնում են ու MPB-ի մակարդակները գերազանցում են սինթեզի մակարդակներ։ Երբ մենք կալորիական դեֆիցիտում ենք, MPS-ի մակարդակները ավելի ցածր, այսինքն մեր նույն կատարած մարզումից ավելի քիչ մկանային աճ ենք խաղում։ Սրա պատճառով այն թե դու գումարային ինչքան նոր մկանային սպիտակուցներ կսինթեզեսես մարզումներից հետոյվա 36-ից 48 ժամվա պերիոդի ընթացքում, ավելի քիչ է։ Օրինակի համար, եթե դու սովորական ժամանակ կարեիր շաբաթը 2 անգամ մի մոտեցում անել տվյալ մկանաթելի համար, ու այսքանը բավարար լիներ գումարային շաբաթվա կտրվածքով ավելի շատ MPS ապահովելու համար, քան MPB, հիմա այս կարող է բավարար չլինի, որովհետև կրկին MPS-ի բարձրացումը մարզումից հետո ավելի քիչ է լինելու։ Դրա պատճառով կալորիական դեֆիցիտում լինելու դեպքում մարզման բարձր հաճախականությունը ել ավելի կարևոր է։ Եթե դու օրինակի համար ամեն մկանային խումբ 2 օրը մեկ մարզես, դու կարելի ասել գրեթե չեզոքացնում ես այն պերիոդները, երբ մկանային աճի ստիմուլ չկա ու երբ մկանների կորուստ է տեղի ունենում։ Ու սրա հաշվին շատ ավելի հավանական է, որ ատրոֆիան կկանխես։ Այսինքն, եթե օրինակ առաջ շաբաթը 2 անգամ եք մկանը մարզում, դեֆիցիտի ժամանակ իմաստալից է այս սարքել 3։ Սակայն միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ MPS-ը նաև դեր է խաղում մեր վերականգնման մեջ, ու քանի որ այն ավելի ցածր է դեֆիցիտի ժամանակ, պետք է նաև սահմանափակել մարզումից հետո ֆթիգը, որպեսզի հասցնել լրիվ վերականգնվել։ Ինչը կարելի է անել մոտեցումների քանակը իջացնելով, ավելի ծանր քաշերով ավելի քիչ կրկնություններ անելով, մոտեցումները ատգազից 1-2 կրկնություն շուտ ավարտին հասցնելով եւ այլն։ Ավելի կարճ մարզումները կարող են նաև մենտալ տեսանկյունից օգնել, որովհետեւ երբ մենք կալորիական դեֆիցիտում ենք, մեր մկանային գլիկոգենի պաշարները ավելի ցածր են, ինչը կարող ազդի մեր ընկալված ջանքի մակարդակների վրա։ Այսինքն նույն ֆիզիկական ակտիվությունը մեզ ավելի դժվար է թվալու, ինչի պատճառով մենք նույնքան մեծ թվով մկանաթելեր չենք կարողանալու ակտիվացնել ու սրա պատճառով դուժելու է մարզման որակը։ Մյուս անգամ կխոսանք սնունդի հետ կապված ամենատարածված սխալների մասին ագրեսիվ դիետաների ժամանակ։